Մերօրյա քրիստոնյա աշխարհը ընդհանրապես պակաս չունի նոր հերետիկոսությունների, նոր սխալ ուսմունքների, նոր սխալ գաղափարների, որոնք որ ուղղակիորեն հակասում են թե քրիստոնեական աստվածաբանությունը ու թե ավելի կոնկրետ հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը։ Դրանցից մեկը վերջին շրջանում տարածվող այն գաղափարն է, համաձայն որի ժողովուրդը պիտի որոշի, թե եկեղեցում ինչը ոնց լինի, ժողովուրդը պիտի որոշի, թե ով է կաթողիկոս, ով կաթողիկոս չի, ու քանի որ այդ գաղափարը տարածողները ու առհասարակ մենք մեզ համարում ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ապա պիտի առաքելական եկեղեցու աստվածաբանության ու դավանաբանության տեսանկյունից հստակ տանք սրան պատասխան, ու այդ պատասխանը այն է, որ ժողովուրդը եկեղեցում ոչինչ չի որոշում։ Նախ սկսենք նրանից, որ ժողովուրդը եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունի։ Ժողովուրդ ասվածի մեջ մտնում են թե անհավատներ, թե այլադավաններ, թե աղանդավորներ, թե բառի բուն իմաստով հայ առաքելական եկեղեցու թշնամիներ, որովհետև ցավոք սրտի այսօր մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք որ այդքան էլ բարեկամաբար տրամադրված չեն հայ առաքելական եկեղեցու հանդեպ, մինչև այս գաղափարի աստվածաբանական, դավանաբանական կողմին անցնելը արդեն իսկ աբսուրդ է, որտեղ ոնց եք պատկերացնում, այսինքն Եհովայի վկան կամ աթեիստը պիտի որոշի, թե եկեղեցին ոնց պիտի լինի, հա, իսկ արդեն այս պնդման դավանաբանական ու աստվածաբանական կողմով եթե նայենք, ապա այս պնդումը որևէ աղերս չունի ոչ քրիստոնեական աստվածաբանության, ոչ էլ առավել եւս հայ առաքելական եկեղեցու դավանաբանության հետ, որովհետև ընդհանուր առմամբ այն կերպարը, որը որ պատկերացնում ենք առաքելական եկեղեցու հետևորդ ասելով, միանշանակ ծանոթ կլիներ հայ եկեղեցու աստվածաբանությանը, դավանաբանությանը ու կիմանար, որ հոգևորականությունը, քահանայությունը, այսինքն ավետարան քարոզելը, հոգևոր հայրություն անելը, եկեղեցի առաջնորդելը, եկեղեցու խորհրդակատարություններն իրականացնելը ոչ թե ինչ որ ժողովրդից տրված իրավունք է, այլ աստվածային իշխանություն։ Երբ որ կարդում ենք Մատթեոսի ավետարանի 28-րդ գլխի 19-րդ համարը, այնտեղ տեսնում ենք, որ Քրիստոս տալով իր վերջին պատգամը առաքյալներին իշխանություն է տալիս նրանց եւ ուղարկում է քարոզելու ավետարանը, մկրտելու մարդկանց հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Նաեւ տեսնում ենք, որ Քրիստոս առաքյալներին իշխանություն է տալիս մեղքեր կապելու եւ արձակելու, հետեւաբար սա ոչ թե ինչ որ իրավունք է, այլ աստվածային իշխանություն, որը որ առաքյալների ձեռամբ, ձեռնադրության խորհրդով փոխանցվել է ու հասել է մինչև այսօր, ու այսօր էլ եպիսկոպոսները ու ամենայն հայոց կաթողիկոսը այդ աստվածային իշխանության կրողներն են։ Այս գաղափարը, որ ժողովուրդը պիտի որոշի եկեղեցում ինչը ոնց, շատ հստակ գալիս է բողոքականությունից, որովհետև երբ որ նայում ենք բողոքական եկեղեցիներին, բողոքական եկեղեցիների մեծ մասում չկա հիերարխիա, այսինքն աստիճանակարգում չկա ի տարբերություն առաքելահիմն եկեղեցիների, իսկ հայ եկեղեցում այդ հիերարխիան կա, ու նենց չի այդ հիերարխիան նորություն է, այդ կա դեռևս առաջին դարերից, առաքյալների շրջանից, առաքյալները միանշանակ ավելի մեծ հեղինակություն եւ իշխանություն են ունեցել եկեղեցում ի տարբերություն մյուս հավատացյալների, որովհետեւ էլի առաքյալը աստվածային իշխանության կրողն է, որը որ փոխանցել է ձեռնադրության խորհրդով մինչև մեր օրեր, ու արդեն երբ որ կարդում ենք նոր կտակարանը, իսկ ավելի կոնկրետ Գործք առաքելոց 15-րդ գլուխ 24-րդ համարում տեսնում ենք, որ առաքյալները գրելով Երուսաղեմի եկեղեցուն ասում են հետևյալը. քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով եւ խախտել ձեր մտքերը։ Տեսեք, առաքյալները հստակ ասում են, որ ձեզանից ոմանք, ամենահետաքրքիրը է սա, էլի, լրիվ մեր օրերի մասին է, ձեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման ինչ չենք արել, հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ, ասելով, թե պետք է անեք այսինչ բանը։ Այստեղ հստակ երևում է, որ առաքյալները իշխանություն ունեցողի դիրքից են խոսում ու չեն ասում, չէ՞, որ գիտեք ինչ կա, այս խնդիրը կա եկեղեցում, մենք կհավաքվենք, ժողովուրդը կորոշի, հստակ գրված է, դուք անում եք բաներ, որոնց հրամանը մեզնից չեք ստացել։ Ու վերջի վերջո այս գաղափարը մեր այսօրվա մոդեռն նորարարություն հերետիկոսության
որը որ փաստացի շեղված գաղափարախ, շեղված ուսմունք պարունակող, սա հանդիսանում է պոպուլիզմի դրսևորում, որովհետև պոպուլիզմին է բնորոշ ասել այնպիսի բաներ, որոնք որ ականջահաճո են ու հանրության լայն շերտերի մոտ կարան լայն տարածում գտնեն։ Ու հենց այդ կոնտեքստում, երբ որ արդեն կարդում ենք Պողոս Առաքյալի Հռոմեացիներին ուղված թղթի 16-րդ գլուխը, 17-րդ համարում Պողոս Առաքյալն ասում է. «Աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ ճանաչեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում։ Հեռու մնացեք նրանցից, որովհետև այդպիսինները մեր Տիրոջը Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը»։